Ֆինանսական խարդախության զոհ դարձած այս մարդիկ կենտրոնական բանկի ներկայացուցչի հետ հանդիպում են պահանջել։ Իրենք մի օր արթնացել են վարկառու դարձած, թեև պնդում են, որ ոչ մի վարկ էլ չեն ձևակերպել։ Փոխեն, թող որոշումներն էլ փոխեն եւ անեն այն, ինչ անհրաժեշտ է, որ չտուժի քաղաքացին։ Չփոշիանան քաղաքացու գումարները սա 1, չգողանան քաղաքացիների գումարները սա 2 եւ չլինի քաղաքացիների նկատմամբ ոչ օրինաչափ եւ ապօրինի պահանջ։ Բանկերից գրեթե ամեն օր զանգեր են ստանում, իրենց սպառնում են, որ գործերը կգնան հարկադիր կատարման ծառայություն, բայց վճարում անել չեն պատրաստվում։ Գումարը չեն գողացել քաղաքացու գրպանից եւ քաղաքացուց չեն գողացել։ Գումարը գողացել են բանկից, որտեղ չի եղել քաղաքացու մասնակցությունը, հետեւաբար դժոխ հանդիսանում է բանկը եւ հետեւաբար ելնելով նշյալից բանկի պահանջը քաղաքացիների նկատմամբ անհիմն է ոչ օրինաչափ եւ ապօրինի։ 52-ամյա Սոֆիա Խաչատրյանը ֆինանսական խարդախության զոհ է դարձել դեկտեմբերին, վստահեցնում է, որ չի սեղմել որևէ կասկածելի հղման վրա, ոչ միտեղ անձնական տվյալներ չի լրացրել։ Բանկերի ներկայացուցիչներն էին հայտարարել, թե մարդկանց մոլորեցնում են խարդախները, ուղղորդելով իրենց կայքերում բանկային գաղտնի տվյալներ թողնել։ Ես սեփականություն չունեմ, թույլ վարկային պատմություն եմ, աշխատավարձս մինիմալից ցածր է 67000 դրամ, 2 միլիոն դրամ վարկը, բանկը առանց իմ հաստատելու, առանց իմ ինքնությունը ճշտելու, ինչի համար է ինձ տրամադրել։ Երբ որ ես մտնեի բանկ, ինձ 200,000 դրամ իմ տվյալներով չէին տա։ Արդեն 5 ամիս ոչ մի կոպեկ չի վճարել Սոֆյան, չի հասկանում ինչու պիտի բանկ վերադարձնի մի գումար, որն իր գրպանը չի մտել։ Ոչ մի գումար չեմ վճարել, չեմ էլ կարող վճարել, ես ֆինանսապես էլ այդքան ապահովված չէ, որ ինչ որ 67000 դրամից 55000 դրամ ամեն ամիս վարկի տոկոս վարկ վճարեմ։ Հիմա դատարանից ես արդեն ծանուցում եմ ստացել, որ մինչև 7-րդ ամիս եթե չվճարեմ, գումարի բռնագանձում ալն, այսինքն բանն հարկադիրով իմ աշխատավարձից 20,000 դրամ, 67,000 դրամից 10 տարի պիտի պահել։ Անկախ իր կամքից վարկառու է դարձել նաև Նունե Ավետյանը։ Նրան բանկից զանգել ու հայտնել են, որ ֆինանսական խարդախության զոհ է դարձել։ Նրա անունով վարկը ամենաբարձր 24%-ով է ձևակերպվել։ Այս պահին ընտանիքի բոլոր անդամներն են խնդրի առաջ, փոխկապակցված անձանց վարկային իրավունքները եւս սահմանափակվել են։ Ես չեմ վճարել, բանկը ինձ զանգել, առաջարկել է սկզբից 12%-ով, ես հրաժարվել եմ, ասել եմ, որ ոչ, ես չեմ կարող, քանի որ ես գործող վարկ ունեմ այլ բանկում։ Բանկը ինձ նորից առաջարկություն է արել, մարել միայն մայր գումարը անտոկոս, առանց պարտք ու պահանջի, սև ցուցակից ձեզ հանելով, ես չեմ հասկանում, ինչի է նման առաջարկություններ անում, եթե մեղավոր չի, կամ ես եմ մեղավոր, այդ դեպքում ինչի է ինքը նման առաջարկություններ անում։ Ապօրինի է բանկերի պահանջը, ասում են քաղաքացիները, նրանք ուզում են, որ կենտրոնական բանկը օր առաջ հանդիպի իրենց հետ եւ կասեցնի վարկերը։ Ապրիլի 24-ին ծանոթացում է եկել, որ կա հավելվածի նոր թարմացում եւ սխալների շտկում։ Փաստացի գրավոր իրենք ապացուցում են, որ ունեցել են սխալներ, որոնք որ շտկել է։ Եվ ես այդ սխալների արդյունքում եւ բոլոր այս քաղաքացիները այդ սխալների արդյունքում են հայտնվել։ Իսկ եթե սխալը իրենցն է, կարծում եմ գոնե մարդկային տեսանկյունից ճիշտ չի դնել այդ վարկային բեռը քաղաքացիների վրա։ Այսօր կենտրոնական բանկի որևէ ներկայացուցիչ չի իջել քաղաքացիների հետ հանդիպման, հորդորել են խնդիրը ձևակերպել գրավոր։ Չունեն պատասխաններ, որովհետև ապօրինի գործողությունների դեմը չեն կարողանում առնել, որովհետև վերածվել են ապօրինի դաշտում։ Դրա համար մենք կփակենք այս կառույցի դռները։ Ինչ ենք անում այս դատարկ շենքում, եթե չկան մարդիկ։ Զայրացած քաղաքացիները այսօր նաև գլխավոր դատախազություն են գնացել, նամակ թողել կենտրոնական բանկի վրա ճնշում գործադրելու պահանջով։ Աշխարհը պիտի նախ աչք ունենա, որ տենա։ Սա արդեն 7-րդ ակցիան է, որ կազմակերպում են ֆինանսական խարդախության զոհ դարձած քաղաքացիները։ Քննչական կոմիտեում հարուցված գործ կա, տուժող կողմում բանկերն են։ Խարդախության զոհ դարձած քաղաքացիները պարզապես վկաների կարգավիճակ ունեն։ Աննա Գյուլնազարյան, Նորայր Շարբաթյան, Հայլուրի համար։